2026 թվականի մայիսին այս կենդանակերպի նշանների վրա փողի անձրև կտեղա։ Ֆինանսական հորոսկոպ։ Ռունոլոգ Իգոր Վեչորսկին կազմել է 2026 թվականի մայիսի հորոսկոպը։ Ինչ է սպասվում այս ամիս նշաններին։ Խոյ, Էյվազ, Կենո, Պերտ։ Ամիսը սկսվում է փոխակերպող բանավեճերով, որոնք կբորբոքեն ձեր ստեղծագործականությունը և կօգնեն ձեզ բացահայտել թաքնված գաղտնիքները։ Խոյեր։ Էյվազը կբերի հակամարտություններ կամ բախումներ, բայց հենց դրանց միջոցով դուք կարող եք փոխել իրավիճակը դեպի լավը։ Կենոն կապահովի ոգեշնչման ալիք և թույլ կտա ձեզ տեսնել ոչ ավանդական լուծումներ պայքարի մեջ։ Պերտը կբացահայտի թաքնված տեղեկատվությունը կամ ձեր ներքին ներուժը, որի գոյության մասին նախկինում չգիտեիք։ Մի վախեցեք բանավեճի մեջ մտնել։ Այստեղ է ծնվում ճշմարտությունը և բացահայտվում թաքնված ռեսուրսները։ Հուշում։ Հակամարտության մեջ փնտրեք ոչ թե հակառակորդ, այլ գաղափարների աղբյուր։ Թաքնվածը կդառնա ակնհայտ և կհանգեցնի առաջընթացի։ Ցուլ։ Վունյե, Ինգուս, Դագաս։ Սա ուրախության, կրքի և երկար սպասված լուսաբացի ամիս է, ցուլեր։ Վունյեն ձեր օրերը կլցնի հաճելի մանրուքներով և լավ տրամադրությամբ։ Ինգուզը կխորացնի ձեր հարաբերությունները, ավելացնելով հույզեր և հասցնելով դրանք մտերմության նոր մակարդակի։ Դագազը ցույց է տալիս, որ ամենամութ շրջանն արդեն անցյալում է, լույսը առջևում է։ Ուրախությունն ու սերը կմիավորվեն, կլուսավորելով ձեր շուրջը ամեն ինչ։ Խորհուրդ. վայելեք պարզ բաները և բացվեք ձեր զուգընկերոջ առջև։ Ձեր լուսաբացը կլինի տաք և ողջունելի, թույլ տվեք ինքներդ ձեզ երջանիկ լինել։ Երկվորյակներ. Ալգիս, Օտալ, Գեբո։ Հասալի պաշտպանության, ընտանեկան հողսերի և ներդաշնակ միությունների շրջան, երկվորյակներ։ Ալգիզը ստեղծում է հզոր ինտուիտիվ վահան, պաշտպանելով ձեզ բացասականությունից։ Օտալը ձեր ուշադրությունն ուղղում է տան, ընտանեկի և անշարժ գույքի հարցերին։ Գեբոն բերում է կարևոր գործընկերություն կամ շահավետ գործարք։ Հասալի դաշնակցի հետ դուք կարող եք ամրապնդել ձեր թիկունքը և ստեղծել հարմարավետ տուն։ Խորհուրդ. վստահեք ձեր ինտուիցիային ընտանեկան հարցերում։ Միավորվեք սիրելիների հետ, սա կբերի օգուտ և կայունություն։ Խեցգետին։ Հագալազ, Գեբո, շրջված մաննաս։ Անսպասելի փոփոխությունների, օգտակար դաշինքների և ռացիոնալ եսասիրության ամիս, խեցգետին։ Հագալազը կբերի կտրուկ ցնցումներ, ոչնչացնելով հնացածը և տեղ ազատելով նորի համար։ Գեբոն կբերի կարևոր գործընկերություն կամ ներդաշնակ համաձայնություն։ Հակադարձ մաննազը խորհուրդ է տալիս ինքնաբավ լինել և կախված չլինել ուրիշների կարծիքներից։ Փոփոխությունը և հուսալի մարդու հետ դաշինքը կամրապնդեն ձեր անկախությունը։ Խորհուրդ. մի վախեցեք քաոսից, այն մաքրում է տարածությունը։ Վստահեք ինքներդ ձեզ, ոչ թե ուրիշներին։ Առյուծ։ Հակադարձ մաննազ, հակադարձ կենո, հագալաս։ Առյուծ. անկախության, ոգեշնչման ժամանակավոր անկման և մաքրագործող փոփոխությունների ժամանակաշրջան։ Հակադարձ մաննազը խորհուրդ է տալիս կախված չլինել ուրիշների կարծիքներից և փնտրել ներքուստ աջակցություն։ Հակադարձ կենոն կարող է ստեղծել ստեղծագործական լճացման զգացողություն։ Սա ժամանակավոր է։ Հագալազը բերում է հանկարծակի փոփոխություններ, կոտրելով հին օրինաչափությունները։ Նույնիսկ առանց աջակցության դուք կհաղթահարեք և կվերադառնաք թարմացված։ Խորհուրդ. մի փնտրեք հավանություն։ Թույլ տվեք, որ փոփոխությունները ոչնչացնեն ավելորդը։ Ոգեշնչումը կվերադառնա ավելի ուշ։ Կույս։ Հակադարձ բերկանա, Գեբո, Իսա։ Կույս. դանդաղեցման, օգտակար դաշինքների և գիտակցված դադարների ժամանակ։ Հակադարձ բերկանան կարող է դանդաղեցնել գործընթացները կամ ստեղծել փոքր դժվարություններ նախագծերում։ Գեբոն բերում է գործընկերություն կամ հաջող գործարք։ Իսան խորհուրդ է տալիս ժամանակ հատկացնել
եւ թողնել, որ իրավիճակը կարգավորվի։ Դաշնակցի աջակցությամբ դուք հանգիստ կանցնեք այս ժամանակահատվածը։ Խորհուրդ. Նիշտապեք գործերը։ Օգտագործեք դադարը վերականգնվելու համար։ Գործընկերությունը այժմ ավելի կարևոր է, քան արագությունը։ Կշարք. հակադարձ կենո, հակադարձ թուրիսաս, էյվաս։ Ստեղծագործական դադարի, հին խնդիրների զգույշ լուծման և փոխակերպող հակամարտությունների ամիս կշարք։ Հակադարձ կենոն ցույց է տալիս ոգեշնչման ժամանակավոր անկում։ Հակադարձ թուրիսազը կօգնի ձեզ անվտանգ կերպով հաղթահարել անցյալի գործերը։ Էյվազը կբերի հակամարտություն, որը ի վերջո կհանգեցնի դրական փոփոխությունների։ Հանգստությունն ու դիվանագիտությունը կօգնեն փակել հին խնդիրները։ Խորհուրդ. մի ստիպեք ինքներդ ձեզ ստեղծել։ Հոգ տանել անավարտ գործերի մասին։ Պահպանեք հանգստություն վեճերում։ Կարիճ. կենո, սոուլո, երա։ Ստեղծագործական վերելքի, հաջողության և բերքահավաքի ժամանակահատված, կարիճ։ Կենոն բորբոքում է ոգեշնչումը և բերում պայծառ գաղափարներ։ Սուլոն բերում է վստահություն, հաջողություն և ներքին ուժ։ Երան խոսում է ձեր ջանքերի տրամաբանական արդյունքների մասին։ Սա ճանաչման և պարգևատրման ժամանակ է։ Խորհուրդ. գործեք և արտահայտվեք։ Վայելեք արդյունքները և կիսվեք դրանցով սիրելիների հետ։ Աղեղնավոր. պերտո, երա, ինգուս։ Աղեղնավորը գաղտնիքների բացահայտման, արդյունքների հասնելու և զգացմունքների խորացման ամիս է։ Պերտոն կբացահայտի թաքնված հնարավորություններ կամ կարևոր տեղեկություններ։ Երան կբերի արժանի պարգև անցյալի ջանքերի համար։ Ինգուզը կամրապնդի հարաբերությունները և կավելացնի հուզական խորություն։ Միասին դրանք կստեղծեն ներդաշնակության հզոր հոսք։ Խորհուրդ. ուշադրություն դարձրեք նշաններին և օգտագործեք ձեռք բերված գիտելիքները ձեր օգտին։ Այծեղջյուր. դագազ, էյվազ, մաննազ։ Այծեղջյուրը լուսաբացի, փոխակերպող հակամարտությունների և ինքնաճանաչման ժամանակաշրջան է։ Դագազը նշանավորում է դժվար շրջանի ավարտը և ավելի պայծառ շրջանի սկիզբը։ Էյվազը կբերի բախում, որը կհանգեցնի փոփոխությունների։ Մաննազը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ։ Պարզությունը կգա պայքարի միջոցով։ Խորհուրդ. մի խուսափեք հակամարտություններից, դրանք շատ բաներ կպարզաբանեն։ Լույսն արդեն մոտ է։ Ջրհոս. երա, իսա, հակադարձ օթալ։ Ժամանակն է ամփոփելու, դադարներ անելու և ընտանեկան գործերը վերանայելու ջրհոս։ Երան ձեր ջանքերի պտուղներն է բերում։ Իսան խորհուրդ է տալիս ժամանակ հատկացնել և թողնել, որ ամեն ինչ հարթվի։ Հակադարձ օթալը կարող է վերանայման կարիք ունենալ։ Համաձայնություններ սիրելիների հետ կամ տան հետ կապված հարցեր։ Խորհուրդ. միշտ ապեք ռեսուրսներ ծախսել։ Նախ կարգի բերեք ձեր գործերը և ընտանիքը։ Ձկներ. հակադարձ վունջե, հակադարձ ալգիզ, թուրիսաս։ Ձկներ. մի ամիս լի աննշան կենցաղային դժվարություններով, ժամանակավոր խոցելիությամբ և հզոր առաջընթացով։ Հակադարձ վունջեն կավելացնի աննշան անհարմարություններ։ Հակադարձ ալգիզը վկայում է պաշտպանության նվազման մասին։ Զգուշ եղեք։ Թուրիսազը տալիս է վճռականություն և ուժ խոչընդոտները հաղթահարելու համար։ Նույնիսկ դժվարությունների դեպքում դուք կկարողանաք հասնել ձեր նպատակներին։ Խորհուրդ. մի կենտրոնացեք մանրուքների վրա և գործեք վճռականորեն։ Ներքին ուժը կհանգեցնի հաղթանակի։